Կարգալույց հոգևորականը խոստանում է միշտ համբուրել կաթողիկոսի աչը, այն նույն կաթողիկոսի, որի մասին բղավում էր, թե ամուսնացած է եւ ունի զավակներ։ Կաթողիկոսը չի կարա ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք։ Նա այսպես գորգորալով ճանապարհում էր Հովանավանք եկած Մայրաթորի պատվիրակներին։ Նրանք կարգալույցին բերել էին գրություն այն մասին, որ այսօր ցերեկը 3-ին պետք է հանձներ եկեղեցու բանալիներն ու հեռանար։ Չեմ ընդունում։ Դուք հարգեք։ Հարգեք։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ էս թուղթ ուղարկել է։ Մենք վերջացրեցինք։ Դե որ վերջացրեցին, գնացեք այստեղից։ Այսօր տեղի ունեցած պսակադրության արարողությունից հետո Ստեփան Ասատրյանը, նույն ինքը կարգալույց քահանան, առանց վրդովվելու հանգիստ պատասխանում էր լրագրողների հարցերին։ Նրա խոսքով, ի սկզբանե ծնողները ցանկացել են, որ հենց ինքը կատարի պսակադրության ծեսը, սակայն Տեր Սարգիսը նրանց վախեցրել է, ասելով, թե ամուսնության վկայական չի տա եկեղեցին։ Այդ մարդիկ ցանկացել էին, որ պսակադրությունը ես անեի, այս ամենից հետո ցանկացել էին, որ ես անեի, անգամ հայրը մոտեցավ ու մյուս քահանային խնդրեց, որ արարողությունը ասես Տեր Արամն է անելու, բայց երբ որ դուրս են եկել դուրս եւ հարցին փեսային եւ նաեւ ծնողներին, մյուս քահանան վախացրել է, որ եթե Տեր Սարգիսը, որ եթե Տեր Արամը անի արարողությունը, մենք ձեզ վկայական չենք տալու։ Կարգալույցը չի պատրաստվում լքել քահանայությունը, քանի որ եկեղեցում շատ մարդիկ կան, որ Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժել են ու կարգալույց չեն եղել, իսկ ինքը ընդհանրապես եկեղեցու խնդիրների մասին է բարձրաձայնել ու դրա համար կարգալույց են արել իրեն։ Փաստացի կարգալուծությունը ուղղակի թղթաբանության վերածեց այդ process-ը ընդհանուր, բայց խորքում երբ որ ես առաջին օրվանից սկսեցի այս ամեն ինչը լուսաբանել, այլևս ես նրանց համար եկեղեցուց դուրս էի դրված։ Ինչ է կարգալուծությունը, եթե ոչ այդ եկեղեցուց դուրս դնելը։ Հավատացեք, որ այս ամեն ինչը շուտվանից է սկսված այս process-ը։ Հովանավանքի նախկին հոգևորականը փաստեր ունի, որ կաթողիկոսը կին ու երեխաներ ունի, բայց չի հրապարակի։ Սպասում է, որ ժամանակը գա։ Ես տեղեկություններ ունեմ, իմ տեղեկությունները ճշտված են, 100%-անոց են, ու եթե կասկածում է Մայրաթորը կամ ամենայն հայոց կաթողիկոսը, կարող է դիմել դատարան։ Եկեղեցու դեմ քաղաքական արշավի արձագանքները մարզերում լսել են մեր գործընկերները։ Լոռիում եւ Տավուշում մարդիկ ապշած են, նեղված, ասում են Աստծուն դեմ գնալ չի կարելի, երբ հարցնում են, թե ինչպես են վերաբերում Հայաստանի վարչապետի հայտարարություններին կաթողիկոսի հոգևորականների մասին։ Շատ վատ թշնամիներ են հայ ազգի, ամենտեղ էլ խնդիր կա, բայց կարելի է բարեկամաբար, մարդասիրաբար, ազգովի լուծել տես ասել, հարցը չկա, որ չլուծվի, բայց ոչ այդ մեթոդներով, որ այսօր իշխանությունը գործադրում։ Եկեղեցին հայ ազգի հիմնակարն է։ Այսօրվա իրավիճակը գնահատում եմ շատ բացասական, եկեղեցու նկատմամբ կարելի ասել թրքության են տանում, չգիտեմ, չեմ ընդունում այս իրավիճակը։ Մեր քրիստոնեությունը չպիտի այսպես ոտնահարվի, ինչպես հիմա անում են մեր իշխանությունները։ Աստծու դեմ չի կարելի գնալ։ Դա իրենց մեջի կռիվներն է, չի կարելի։ Աստծու դեմ դա սխալ բան, դա մեղք է։ Այն որ պետք է հոգևորականությունը իր դերը կատարի ու ավելի շատ բարոյապես կարողանա մեր ազգին առաջ մղել, քանի որ մեր ազգը բարոյապես շատ մեծ անկում է ապրել ու ահագին մեծ խնդիրներ կան։